Այսօր շարունակում ենք մեր քարոզաշարը շնորհած վարդապետությունների նկատմամբ։ Այս քարոզաշարը հիմքն է ավետարանին, անավետարանը, որ մենք քարոզում ենք։ Եվ կարևոր է, որ շիտակ հասկացողության հասնենք այս վարդապետություններու առնչությամբ։ Ինչու, որովհետև եթե հասկանանք Աստծո շնորհը նրա այս բոլոր մանրամասներով, այնադեն ավելի մեզ համար հեշտ կլինի քրիստոնեական կյանքը ապրելը։ Այն ցևով, որ մենք ավետարանը քարոզում ենք, այն ցևով, որ մենք աղոթում ենք հոգիների համար, այն ցևով, որ մենք ծառայում ենք Տիրոջ։ Սկիզբը երբ սկսեցինք այս քարոզաշարքը, ուրեմն երկու պատգամներով ներկայացրեցինք Հովհաննես 10-ից։ Նրանից ետքը ուսումնասիրեցինք այս վարդապետություններու շարքին առաջին հիմնական թեման, որ է մարդու հոգևոր իրավիճակի նկատմամբ, որ մարդու հոգևոր իրավիճակը ինչ է, լիակատարորեն աբականած է։ Եվ մարդը, որովհետև հոգևորապես աբականած, փճացած բնութագիր ունի, նրա համար է, որ չի կարող ինքնին պատրաստե, որպեսզի Քրիստոսը ընդունի, հավատա նրան։ Այդ կարողությունը չունի, որովհետև մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած է, կորած է։ Հետո մենք նայեցանք Հռոմեացիս 9-ից անվերաբահ կամ անպայմանական ընտրության թեման։ Եւ սա է, որ այսօր մենք դակավին շարունակում ենք, եւ ինչու համար կարևոր է, որ Աստված մարդկանց, մեղավոր մարդկանց ընտրի փրկության համար։ Սա սուրբքրային վարդապետություն է, ուզենք կամ չուզենք։ Սուրբ Գիրքը նրա վրայով խոսում է, ոչ թե 1-2 համարներով միայն, հապա լիքը։ Եվ սա հակառակ չէ ավետարանի քարոզության, հապա ընդհակառակը այս վարդապետությունը հիմքն է ավետարանի քարոզության, որովհետև եթե Աստված ինք մի բան չանի, մենք որովհետև լիակատարորեն հոգևորապես մեր բնութագիրը փճացած է, մեռած է, կորած է, մենք ոչ մի բան չենք կարող անել Քրիստոսի մոտիկանալու։ Նրա համար ինք պետք է ամեն բանից առաջ մի բան անի, որովհետև ես եւ դու կարողանանք ասել այո Հիսուս Քրիստոսի։ Եվ այս փրկարար շնորհը, որ Աստված մեզ տվեց, հավատացյալների որ տվեց, սա պատահեց հավիտենականության մեջ։ Սա նրա ծրագիրն էր հավիտենականությունից։ Այն շնորհը, որ դու եւ ես ստացել ենք Տիրոջից, սա բարձրապես ժամանակի կտրվածքով չեղավ։ Այո, երբ հավատացինք, փրկվեցինք, բայց այդ շնորհը մեզ արդեն իսկ տրվել էր Աստծուց հավիտենականությունից։ Նրա համար է, որ մենք այդ երախտագիտությամբ, այդ շնորհակալ հոգով պետք է մոտիկանանք Աստծու այս վարդապետությունների առնչությամբ։ John MacArthur ինք հետևյալ ցևով ուսուցանում է, ասում է անվերաբար ընտրությունը վերաբերում է Աստծո կողմից որոշակի անհատների փրկության համար ընտրությանը, հիմնվելով ոչ թե որևէ կանխատեսված առաքինության կամ այդ անձանց հանդեպ հավատի վրա, այլ բացառապես Աստծո գերիշխան ընտրության վրա։ Աստված որոշում է, թե ով կփրկվի անկախ մեղավորի մեջ նկատած որևէ լավ բանից։ Որևէ լավ բանից։ Ինչ ուզում ենք ասել որևէ լավ բանից, որովհետև Հռոմեացիների 3:10-12 մեզ հիշեցնում է, որ ինչպես գրված է, չկա արդար եւ ոչ մեկը, ողջամիտ մեկը չկա։ Չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Մեկը չկարող ասել, բայց ես Աստծո փնտրում եմ։ Դու եւ ես Աստծո մենք փնտրում ենք, որը ինք մեզ փնտրեց սկիզբը, ինք մեզ սուրբ գոչումով կանչեց նրա ընտրության եւ նախասամության համաձայն։ Նրա համար է, որ մենք կարողացանք
փնտրել նրան։ Եվ ասում է հետո 12 համարում բոլորը խոդորվել են, միասին անբետ դարձել։ Ամեն մի ոչ հավատացյալ, ոչ ապաշխարած, որ Դագավին Քրիստոսը ընդունած չէ, Դագավին ինչա ըստ կրկի վկայության անբետ կանցիկ են։ Անբետ դարձել են բոլորը։ Անբետ կանցիկ։ Մենք բոլորս անբետ ենք Աստծո մինչև որ Տեր Քրիստոսի չենք եկել։ Երբ Քրիստոսի գալիս ենք նրա շնորհով, այն ատեն ողորմություն ստանում ենք։ Նրա բիդանի լինում ենք, նրա թագավորության համար։ Ըստ Ջոն Փայփերի անվերաբար ընտրությունը վերաբերում է Աստծո կողմից փրկելու ընտրությանը, նայեցեք փրկելու։ Աստված երբ մենք ասում ենք, որ ինք ընտրում է մարդիկ, ընտրում է փրկության համար։ Աստված միայն փրկության համար ընտրում։ Ինչու՞ սա ասում ենք, որովհետև Աստված դժոխ ուղարկելու համար չէ որ մեգումը փրկում է, ներողություն, մեգումը ընտրում է։ Աստված մեգումը չընտրեր, որ դժոխ կնա։ Մենք գնում ենք դժոխ, որովհետև մենք որ մեղանչած ենք, մեղ գործել ենք։ Ուրեմն այս եղբայրը ասում է, անվերաբար ընտրությունը վերաբերում է Աստծո կողմից փրկելու ընտրությանը, որտեղ անվերաբար բառը նշանակում է, որ այս ընտրությունը հիմնված չէ անհատների որևէ որակավորման կամ պայմանի վրա։ Ընտրությունը վերաբերում է Աստծո կողմից փրկության համար որոշակի մարդկանց ընտրելուն անկախ նրանց նախաբես բավարարած որևէ նախապայմանից։ Եվ հետո շեշտում է, որ մի կարևոր տարբերություն կա, որ հետևյալն է, մինչդեռ վերջնական փրկությունը ինքնին պահանջում է Քրիստոսի հանդեպ հավատքի պայմանը, սա կարևոր է։ Հավատն ինքնին ընտրության պայման չէ։ Փոխարենը ընտրությունը նախորդում է եւ հնարավորություն է տալիս հավատքին։ Եթե Աստված չընտրի մեկը փրկության համար, ոչ մեկը չի կարող Քրիստոսը ընտրի։ Հետո ասում է Աստծո կողմից մեզ ընտրելը աշխարհի հիմնադրումից առաջ գնում է մեր փրկագնումը։ Մեզ ոգևոր կյանք է տալիս Աստծո շնորհով եւ մեզ հավատքի է բերում։ Սա շատ կարևոր է։ Մեզ հավատքի է բերում։ Առաջնորդում է, ուղղորդում է դեպի հավատք։ Եվ այս բոլորը մեզ անգամ միևս հիշեցնում են, որ ինչու համար այս թեման, անվերաբար ընտրության թեման կարևոր է մեզ համար իբր քրիստոնյաներ։ Եվ պետք է այդպես լինի։ Ուրեմն, ինչու համար այս վարդապետությունը, ընտրության վարդապետությունը կարևոր է թե մեր հավատքի եւ թե մեր հոգեվոր ծառայության։ Ինչու։ Մենք կքննարկենք այսօրվանից սկսյալ 12 բանալի առնչություններ, թե ինչու անվերաբար կամ անպայմանական ընտրության թեման կարևոր է մեր հավատքի եւ մեր ծառայության իբր քրիստոնյաներ։ Այսօր միայն 3 հատ պիտի նայենք եւ Տերը շնորհ կնե մնացածը աբակայում ուսումնասիրենք։ Ուրեմն, թիվ 1 անպայմանական կամ անվերաբար ընտրության վարդապետական եւ կորզնական առնչություն ունենք։ Թիվ 1 ընտրությունը ապահովում է հոր սիրո բարգեւը որդուն։ Հիմա բացատրենք ինչ ուզում ենք ասել հոր սիրո բարգեւը որդուն։ Ինչն է այդ սիրո բարգեւը, որ հայրը դվել է նրա որդուն Հիսուս Քրիստոսի։ Որովհետև սա մեր փրկության երաշխիքի հիմքն է։ Կարևոր է սա։ Հասկանալը, որ Աստված նրա ընտրությամբ ինք ընտրությունը ապահովում է Աստծո ընտրության համաձայն, Աստծո ընտրությունը երաշխավորում է նրա սիրո բարգեւը որդուն, սա կարևոր է նկատի ունենալը մեր հավատքի համար եւ հասկանալը շատ կենսական է նույնիսկ մեր ավետարանչական չանքերի մեջ։ Չեն կարող որ բաժանել այս վարդապետությունների ուսուցումը մեր ավետարանչական ճանկերից եւ Աստծո խոսքից հիմա կտեսնանք, որ Տեր Հիսուս ինք նույն ցևով անում էր ավետարանչություն, ինչ որ այստեղը Հովհաննես 6-ից սկսյալ կարող ենք անդրադառնալ։ Հովհաննես 6:35-ից նայելով Հիսուսը նրանց ասաց. Ես եմ կյանքի հացը։ Ուրեմն այստեղ Տերը ինք կյանքի
հացի մասին խոսում է, ինք ասում է ես եմ կենացածը։ Ես եմ կենացածը, ինձ պետք է ուտեք, որովհետեւ կարողանաք հավիտենական կյանք ունենաք։ Այսինքն պետք է որ ինձ հետ շփվեք, հաղորդակցվեք, ինձ յուրացնեք ձեր կյանքերում, որովհետեւ դուք կարողանաք հավիտենական կյանք ունենալ։ Հետո ասում է դեպի ինձ եկողը չի կախծի, եւ ինձ հավատացողը երբեք չի ծարավի, բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսակ, սակայն չեք հավատում։ Հանցանքը ումինա, դուք ինձ տեսակ, չեք հավատում։ Հանցանքը ձերն է։ Բայց ես ասացի ձեզ, տեսակ ինձ, գործերս տեսակ, ուսուցմունքս լսեցիք, չեք հավատում։ Նա ում հայրը ինձ դալիս է, կգա ինձ մոտ։ Տեսակ, հիմա մի խոսքով, մի համարում ասում է, որ դուք տեսնում եք ինձ, վկայությունս լսում եք, բայց չեք հավատում։ Անցավոր եք։ Դուք բարդավորված եք հավատալու։ Բայց Հիսուս հաջորդ համարում մեզ բացահայտում է, դե եթե մեկը հավատա, նրա պատճառը ինչ է։ Նրա պատճառը ինչ է։ Նրա հորը ընտրությունը անվերապահ, սա ինչ անում է։ Սա երաշխավորում է, ապահովում է այդ հավատքը, որ կատարվի, լինի։ Նա ում հայրը ինձ դալիս է, կգա ինձ մոտ։ Հիմա երբ որ ասում է նա ում հայրը ինձ դալիս է, այսինքն նրա ընտրությամբ կգա ինձ մոտ հավատքով։ Եթե ուրեմն այդ հերթականությունը կարևոր է նկատի ունենալ։ Հայրը եթե դա մի ցանկացած անձիմը որդուն, ուրեմն այստեղը մենք այդ երաշխիքը ունենք նրա խոսքի համաձայն, որ սա կատարվում է։ Չի կարելի է, որ իբր սիրո բարգև նվեր, արևելայերնով նվեր, բարգև մենք ասում ենք, իբր նվեր, չի կարելի է, որ հայրը մի անձի դա որդուն և որդին ասա, ես չեմ ուզում նրան։ Չի կարելի այդպիսի բան։ Ասում է ում հայրը ինձ դալիս է, կգա ինձ մոտ։ Սա ապահով է, սա կլինի այդպես։ Եվ հետո ասում է, եւ ինձ մոտ եկողին, նա որ հավատացիս, ես դուրս չեմ անի։ Այսինքն ես դուրս չեմ անի ասելով, սխալ հասկացողությունը հետևյալն է, որ ինք չմերժի նրանց, որ նրան գալիս են։ Այսինքն նրանք, որ ուզում են հավատալ Հիսուսի, Հիսուս ոչ չի ասում նրանց, նրա մասին չես է։ Երբ ասում է, եւ ինձ մոտ եկողին, արդեն անձը եկած է նրա մոտ, հավատացած է, ես դուրս չեմ անի, այսինքն ես ապահով կպահեմ նրան, նրա հավատքի մեջ։ Հավատացյալի ապահովության մասին խոսում է, որ Տերը գամի առաջիկա ամիսներում ավելի կխոսանք սրա վրայով։ Որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ գամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի գամքը։ Հիմա նայեք հորը գամքը ինչ է։ Ինձ ուղարկողի գամքը այն է, որ նրանցից, այսինքն այդ բոլոր հայր Աստված բոլոր անձերին, որ տվեց որդուն իբր սիրո նվեր, այդ նրանցից, այդ բոլորից ոչ մեկին, ինչ ասում է, նրանց, որ ինձ տվեց, այդ տալու արդայդությունը շատ կարևոր է, եւ Հիսուս սրա մասին գրգնում է, այս հատվածում եւ մի քիչ հետ կգնայենք Հովհաննես 17-ում ալ։ Ինձ ուղարկողի գամքը այն է, ինչ է հոր Աստծո գամքը։ Հոր Աստծո գամքը ինչ է քեզ համար, իբր հավատացյալ, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն դամ նրանց։ Եվ այո, Տագավինգան մեր սիրելի եղբայր քույրերից, որ հավատում են, որ մարդկային ընկած ազատ կամքի համաձայն մեկը գարա ասել Աստծո, բայց ես չեմ ուզում շարունակել Հիսուսի հետ։ Բայց Հիսուս ասում է, իր խոստումն է սա, որ նրանց, որ հայրը տվել է որդուն իբր նվեր, իբր իրեն սիրո շնորհը, վերջին օրը հարություն կտա նրանց։ Բացառություն չկա։ Եթե դու հավատացյալ ես, հորից տրված ես որդուն, սա հաստատ է, սա գլինի, որև սա հորը գամքն է և Հիսուս եկել է հորը գամքը անելու։ Եվ հորը գամքը ինչ է։
որ բոլոր նրանց, որ հայրը դվել է որդուն, իբր սիրո նվեր։ Հիմա պատկերացրեք միթե որդին գարակալ ասել, որ հայր ջան, նայ, դու ինձ տվել ես զորնակ 1000 ավադացյալ։ Բոլոր աշխարհի պատմության մեջ 1000 ավադացյալ։ Բայց սրանից սականիսը ես չեմ ուզում երկինքան այլևս։ Ինչու՞։ Հայրը ասում է ենթադրական առումով ինչու՞։ Որովհետև այս անձը այսպես է, այնպես է, այսպես արում է, այդպես չի անում, շատ հավատարիմ չէ, քիչ հավատարիմ է, եւ այլն։ Ազոխոսքը ասում է, ինձ ուղարկողի գամքը այն է, որ նրանցից ոչ մեկին բացառություն չկա, որոնց նա ինձ դվել է չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ Եթե Հիսուս մի անձ բաց տողնի այդ մարդկանցից, որ հայրը տվել էր իբր սիրո բարգև որդուն, Հիսուսի առաքելությունը արդեն իսկ ցախոված է, որ հորը գամքին հագարակ գնացել է, չի լինում այդպես, չի լինում։ Այս է իմ հորը գամքը, որ որդուն տեսնի, ով որ որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Այդ ժամանոյաները վրդովում էին, որ ասաց, ես եմ երկնքից իջացածը, եւ ասում էին, սա Հիսուսը չէ, ով սեպի որդին, որի հայր եւ մայրը ճանաչում ենք, հիմա ինչպես է ասում, ես երկնքից եմ իջել։ Հիսուս պատասխանեց նրանց, իրար մեջ մի կրկնջացեք։ Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան թեպի ինձ չբերի հայրը։ Ավասիկ ցես, ավետարանչության հիմքը։ Այսինքն դուք բարապ խոսում եք, դուք նեղանում եք, քանքադում եք, չեք ուզում լսել իմ ասածս։ Մի խոսքով Հիսուս ասում է, որ եթե հայրը ինք չբերի ցես ինձ, դուք չեք կարող։ Ոչ թե ես չեմ թողնում ցեզ, որ ինձ կաք, սա չէ, դուք չեք ուզում արդեն։ Եթե այդպես մնաք ձեր իրավիճակում, ընկած մեղքի մեջ, հանցանքների մեջ կորած, այդպես կմնաք։ Եվ դատաստանի արժանի ենք ամենքս, եթե դերը մեզ այդպես թողնի։ Բայց դեր իր ողորմության համաձայն, շնորհքի համաձայն, որ ինք դալիս է մարդկանց դեպի իր որդուն, որբեսի նրանք փրկվեն, որ իրեն շնորհի արժանի լինեն, որտեղ Աստված նրանց արժանի արեց, նրա համար է, որ պետք է նկատի առնենք, որ ազո ընտրությունը կարևոր տեր ունի այն արարքի, այն գործարքի նկատմամբ, ուր հայրը տալիս է մարդկանց նրա որդուն իբր փրկության ժառանգորդներ։ Եվ եթե դու հոս ես այսօր, եւ եթե դակավին մեղքերդ խոստովանած չես Քրիստոսի, հանցավորը դու կլինես, եւ եթե ես հավատացյալ չլինեի, իհարկե ազո շնորհով պետք է որ լինեմ, որ ազ խոսքը բերեմ, բայց եթե հավատացյալ չլինենք, որովհետեւ մենք մերժում ենք Քրիստոսի, անարգում ենք նրա ավետարանը, չենք ուզում նրա յուրացնել մեր կյանքերում իբր կենաց հացը, ուտենք նրան, ապրենք նրա համաձայն, նրա խոսքի համաձայն, այնադեմ մենք ենք հանցավորը։ Դերը դատաստանի օրը ամեն մեկերնես կբանչի, ինչու համար դու մեղքերը չխոստովանեցար։ Եվ դու ասեց, եթե նրան դեպի ինձ չբերի, որն ինձ ուղարկեց հայրը, այսինքն եւ ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Մարգարեների գրքերում գրված է, Աստված ինքը բոլորին կուսուցանի։ Սա արդյունավետ նրա ուսուցումն է, որ նրա վրայով ուրիշ անգամ ավելի կխոսենք։ Արդ ով հորից լսում ու սովորում է, ինձ մոտ է գալիս։ Բայց ոչ ոք չի տեսել հորը, միայն նա, ով Աստծուց է։ Նա է տեսել հորը, ճշմարիտ եմ ասում ցես, ինձ հավատացող հավիտյան կյանք ունի։ Սա մարդկային պատասխանատվությունն է։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը անապատում գերան մանանան, բայց մեռան։ Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։
եթե մեկը այն հացից ուդի, Հավիտյան Գաբրի եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար։ Հրյաները եւ եթանոսները աշխարհի կյանքի համար։ Այդ ժամանները միմյանց հետ վիճապանում էին ու ասում, սա ինչպես կարող է իր մարմինը մեզ տալ ուտելու։ Եթե 58 համար նայենք, սա է այն հացը դեր ասես, որ երկնքից է իջել եւ ոչ մանանան, որ ծեր հայրերը գերան, բայց մերան։ Նա ով ուտի այս հացը Հավիտյան Գաբրի։ Հիսուս այս ասաց ժողովարդում, երբ Գապառնայում քաղաքում ուսուցանում էր։ Եվ նրա աշակերտներից, ինքնագոչ աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը, ով կարող է դա լսել»։ Դու Աստծո խոսքը, երբ լսում ես, մտորում ես ասելով, որ խիստ է այդ խոսքը։ Չեմ ուզում, չեմ սիրում, չեմ հավատում, դուրս չի գալի։ Եթե այդպես ասում ես սրտումդ, խնդիր ասա, որ այստեղ մարդիկ կային, որ այդպես արեցին։ Երբ Հիսուս ինքն իր մեջ իմացավ, ամենակետ լինելով, իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար դրդնչում են, ինքնագոչ աշակերտները, հետևորդներ տարբեր նպատակներով։ Ինչու Հիսուսի հետևում ենք։ Ինչու Հիսուսի այդ համատեքստում ացի համար հետևում էին։ Առաջին 15 համարները Հովհաննես 6-ում։ Եվ ասեց հետևյալը նրանց. դա ցեզ կայտակեցնում է այս թեման, կյանքի հացի մասին, որ ես խոսում եմ, իմ վրա կայտակեցնում է ցեզ, իսկ եթե տեսնեք մարդու որդին վեր բարձրանայս այնտեղ, որտեղ առաջ էր, հոգին է կյանք դվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս, այն խոսքը, որ ես ցեզ ասացի, հոգի եւ կյանք է։ Բայց Հիսուս արդեն գիտի, Հիսուս ամեն ոք գիտի, ծեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Ինչ տեսակի աշակերտներ են ուրեմն։ Սրանք անհավատ աշակերտներ են, ինքնագոչ աշակերտներ են։ Աշակերտների տարբեր այդ կատեգորիաները կա, չէ, տարբեր մագարտակները կան։ Ինք գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, եւ ով էր նա, որ մատնելու էր իրեն ու դառնալ այդ նույն դասագարքինը։ Ուրան հավատացյալ չէր, երբեք հավատացյալ չէր, ոչ մի ադեն հավատացյալ չէր, իբր առաքյալ ընդրված որոշ դերի համար։ Եվ ասում է այստեղ, եւ ասաց, դրա համար ցեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ հոր կողմից դրված չէ նրան։ Ինչու որտեվ սա մեզ հիշեցնում է այդ հոր սիրո բարգեւի նկատմամբ, որ հայրը տվեց մեզ նրա որդուն։ Պատկերացրեք ավետարանություն անել այս ցևով։ Մարդիկ կա, որ քայտակվում են, չեն ուզում մտիկ անել Հիսուսի խոսքերը, եւ Հիսուս այսպես խոսում է նրանց։ Մենք երբեք մեր ավետարանության մեջ Աստծո անվերաբար անդրության մասին երբեք հղումանում ենք։ Հիսուս քանի անգամ արեց արդեն իսկ միջեմա։ Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Հիսուս չվազեց նրանց հետևից, ասելով, որ ուր գնում եք։ Եկեք վերադարձեք, ներողություն եմ խնդրում իմ այս գոբիտ ավետարանչության համար։ Ոչ։ Քաշվեցան, գնացին, նրանք, որ քաշվում են, գործանվում են, ինչ որ Եբրայեցիների մեջ կարդում ենք։ Արդ Հիսուս այն 12-ից ասաց. Գուցե դուք էլ ուզում եք գնալ։ Սիմոն Պետրոս պատասխանեց նրան. Տեր, ում մոտ գնանք։ Ահավասիկ ճշմարիտ հավատացյալի եւ ինքնագոչ հավատացյալի տարբերությունը դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, մենք ասելով իհարկե ինքը 11-ի մասին խոսում է, ոչ թե 12-ին, թեև ինքը չգիտի, որ 13-րդ հավատացյալ չէ։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, Գենթանի Աստծո որդին։ Հիսուս նրանց պատասխանեց։ Հիսուս ուզեց, որ նրանք հասկանան։ Չէ՞ որ ես եմ ընտրել ցեզ 12-ից, սակայն ցեզանից մեկը սատանա է։ Պանսարկու է։ Սատանա է։ Եվ նա Սիմոնի որդու Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որտեղ նա էր 12-ից մեկը, որ մատնելու էր նրան։ Ճշմարիտ հավատացյալը շնորհի նվեր է։ Հոր Աստծուց դրված որդուն։ Եվ հավատացյալի
ընտրության պատճառավ է, որ հավիտենականության մեջ Հայր Աստվածը ինք որոշեց, որ ինք իր շնորհի փառքի համար ոմանց որդուն դա իբր սիրո նվեր։ Եվ որդին երբեք պիտի վազ չանցնի նրանցից ոչ մեկից, որովհետև սա հորը բարգևն է, ոնց ինք կարա մերժել նրա հորը բարգևը։ Սա մեր փրկության երաշխիքի հիմքն է։ Նայեցեք ուրիշ տեքստ Հովհաննես 17-ը առաջին համարից։ Նորից այս տեքստն խոսում է, որ անվերաբար ընտրությունը շնորհքի վերաբերյալ ապահովում է հոր սիրո բարգևը որդուն, որովհետև ընտրված ենք Աստծո շնորհով Աստծուց փրկության համար, նրա համար է, որ Աստծո անվերաբար ընտրությունը երաշխավորում է։ Այդ զանգվածը ասենք, այդ խումբը մարդկանց, որ դրվում են հորից, իբր սիրո նվեր որդուն։ Հիսուսն այս բաները ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. Սա նրա աղոթքն է, առաջ որ նրա տարին, որբեսի դադեն եւ խաչեն։ Հայր ժամը ասել է, բարավորիր քո որդուն, որբեսի քո որդին էլ քեզ բարավորի, ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա։ Այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր այստեղը այս թարգմանության մեջ ասում է նրան հավատացին։ Չգիտեք, որ հավատացողը նրանք են, որ հոր Աստծուց տրված են որդուն, բայց սա բնօրինակի համաձայն չէ։ Առնադյան թարգմանությունը ասում է, ինչպես նրան իշխանություն տվիր ամեն մարմնի վրա, որ հավիտենական կյանք տա այն ամենին, որ տվիր նրան։ Սա շիտակ է, ըստ բնօրինակի համաձայն է։ Այսինքն սա խոսում է այն սիրո բարգևի մասին, որ հայրը տվեց որդուն, մեր մասին։ Նույնպես արևմտահայերենն նույնը ասում է, որ հավիտենական կյանք տա այն ամենուն զոր իրեն տվիր։ Մեծ տարբերություն կա։ Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու եւ նրան, որին ուղարկել ես Հիսուս Քրիստոսին։ Ես քեզ երկրի վրա փառավորեցի, գադարեցի այն գործը, որ ինձ տվեցիր, որ անեմ, իսկ հիմա հայր դու ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ Հետո ասում է Հիսուս. քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր։ Եթե Հիսուս չհայտնի հոր անունը, մեկում անունը նրա բնութագիրը, գադարյալ բնութագիրը բացահայտում է։ Եվ որ ես ասեմ Հակոբ, Արմեն, Հովիկ, Հայկ, դու մտածում ես Հովիկը այսպեսի անցա, կամ այդպես է, այդպես խոսում է, այդպես սիրում է, այդպես չի սիրում եւ այլն։ Հոր անունը հայտնել, այսինքն Աստծո հայտնել։ Ով է ինքը, ինչ ուզում է, իր գամքը ինչ է, իր նպատակը ինչ է, ինչու ուզում է, որ մենք մեղքերից ազատվենք եւ այլն։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարից։ Տեսեք, երկու խումբ կա այստեղ։ Աշխարից որոշ մարդիկ կան, որ Հիսուս նրանց հայտնեց հոր անունը, ինչու որ Հիսուս ասում է, որ դու ինձ տվեցիր նրանց, նրանք քոնն էին, ըստ հավիտենականության համաձայն, Աստծո անվերաբար ընտրության ծրագրի համաձայն, քոնն էին, ոնց քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, առանց որ իմ առաջ որ դու ինձ տվեցիր նրանց, արդեն իսկ անցյալ եղանակով նրանք քոնն էին, քո ծրագրի համաձայն, եւ որովհետեւ դու ինձ տվեցիր նրանց, ինչ արեցին նրանք, քո խոսքը բահեցին, ընդունեցին, չմերժեցին, երբ ավետարանը լսեցին։ Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը ինչ ինձ տվեցիր, քեզանից է, որովհետեւ այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա ու հավատացին, որ դու ինձ ուղարկեցիր, բայց հերթականությունը շատ կարևոր է։ Դրամապանական հերթականությունը առաջ դալը հորը սիրո նվերը որդուն եւ հետո նրանք հավատում են։ 9-րդ համար ես նրանց համար եմ խնդրում եւ ոչ աշխարհի, նրանց համար որոնց ինձ տվեցիր, որովհետեւ նրանք քոնն են։
Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, եւ ինչ որ քոնն է, իմն է, ու ես նրանցով փառավորված եմ, ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են, եւ ես քեզ մոտ եմ գալիս Սուրբ Հայր, բահիր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որովհետեւ միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված, երբ ես աշխարհում նրանց հետ էի, ես նրանց բահում էի, քո անունով, որ ինձ տվեցիր, ես բահեցի ու նրանցից ոչ մեկը չկորավ։ Բացի Գորստյան որդուց, ինչու որովհետեւ իրականանար գրվածը, ինքը Գորստյան որդի է, Հուդայի մասին խոսում է։ 15 համար ես չեմ խնդրում, որ նրանց աշխարից վերցնես, այլ որ նրանց բահես չարից։ 24 համարն էլի ասում է, հայր ում ինձ տվեցիր, ում ինձ տվեցիր։ Հիսուս խնդիր չունի այս արդայության հետ։ Բայց շատ ավադացյալներ կան այսօր դակավին խնդիր ունեն այս հարցի հետ, որ ոնց դու գարաս միայն ոմանց դաս քո որդուն իբր սիրո նվեր։ Ինչու համար բոլորի չդաս, ինձ մի հարցնեք, Սուրբ գրքի վարդապետությունն է։ Սրանից առաջ ասած եմ, չէ, իմ վրաս առնելով, եթե իմ ցերկը լիներ, իբր Աստված եւ Քավլիցի ես Աստված չեմ, ես ոչ մեկը Աստված չէ, եթե ես Աստված լինեի, գարայի որոշել եւ դրամփանել, որ ես ուզում եմ մարդկանց զորնակ 99.9% փրկվեն։ Միայն այդ մի ամենավադերը նրանք պետք չունենք նրանց երկնքում, զորօրինակ։ Աստված այդպես չի մտածում։ Աստված այդպես չի մտածում։ Հայր ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպես իմ փառքը տեսնեն, այն փառքը, որ ինձ տվեցիր, որտեղ ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծվելը։ Ուրեմն անվերաբար ընդրությունը ապահովում է հոր սիրո բարգևը որդուն։ Քրիստոս մտադիր է բաբանել նրանց, որոնք իրեն են դրվել հորից։ Եվ սա կարևոր է մեր հասկացողության համար, մեր փրկության նկատմամբ։ Թիվ 2. Անվերաբար ընդրությունը վարդապետական եւ նրա կորզնական ուրիշ առողջումը հետեւյալն է։ Ընդրությունը հանգեցնում է հավատքի։ Ընդրությունը հանգեցնում է հավատքի, այսինքն դանում է թեպի հավատք։ Բաժարում է հավատք։ Եվ որ ասում ենք, որ ընդրությունը հանգեցնում է հավատքի, այսինքն արդյունավետորեն, էֆեկտիվորեն։ Եվ ընդրությունը ուղղակի կերպով հավատ չի բաժարում այդ առումով, բայց հանգեցնում է դեպի, տանում է դեպի։ Եվ սա արդյունավետորեն տանում է հավատքի։ Այսինքն եթե մեկը ազուց ընդրված է, պիտի վերջը փրկվի։ Ստացվի սա։ Մենք մի քիչ առաջ Մկարդրից եւ Պայպերից ուրեմն այդ հղումներից նկատի ունեցանք, որ ազոգոմից մեզ ընդրելը հավատքի պատճառով չէ, որ ինք բարձրապես տեսնում է, որ մենք օրի մեկը կհավատանք նրա մեջ։ Չէ, իր ընդրությունն է, որ մեզ թեպի տանում է հավատքի։ Նրա համար է, որ ասում ենք ընդրությունը հանգեցնում է հավատքի։ Եվ ինչու կարևոր է սա հասկանալը, որովհետև ինչպես որ սրանից առաջ նայած ենք, զորօրինակ 1 Կորինթացիների 2:14, Հովհաննես 5:40, 2 Կորինթացիների 4:3-4 այդպիսի համարներում մենք տեսնում ենք, որ ոչ հոգևոր մարդը 1 Կորինթացիների 2:14 չի ընդունում այնինչ ազողկուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են։ Ոչ ավադացյալի համար հիմարություն է Աստծո բաները։ Եվ չի կարող էլ ճանաչել, որովհետև դրանք հոգևոր գերբող են գտնվում։ Մարդ արարածը, որ մեղավոր է դակավին, չի կարող Աստծո բաները ընդունի, նրա համար հիմարություն են այդ բաները, որովհետև ինք չի կամենում, որ Քրիստոսի կա, ինչպես Հովհաննես 5:40 ասում է, չի կամենում, որ Քրիստոսի կա։ Եվ մենք գիտենք 2 Կորինթացիների 4:3-4-ից, որ Սատանան այս աշխարհի աստվածը գուրացրած է նրանց աչքերը, որովհետեւ չավադան ավետարան նրանց համար կողարկված է։ Կողարկված է։ Որովհետեւ Քրիստոսի այդ փառավոր ավետարան լույսը չձակի նրանց սրտում։ Շատ լավ, ուրեմն ինչ պետք է անի մեկը։ Մեկը բան պետք չի անի, Աստված պետք է անի։ Աստված պետք է անի, որ մարդ արարածը կարողանա այո ասել Քրիստոսի։
Ինք պետք է բամանի, որ մեզ ազատի այդ ընկած իրավիճակից։ Եվ ինք պետք է որ մեր մեջ ներգործի, կատարելագործի վերստին ծնունդը։ Վերստին ծնունդ պետք է առաջացնի, որովհետեւ մենք կարողանանք հավատալ, դարձիկալ։ Ավետարանական աշխարհում նույնիսկ այդ հասկացողությունը կա սովորաբար, որ մեկը պետք է հավատա առաջ, որ հետո վերստին ծնանի։ Շատ լավ, այսպես ասենք, եթե մեկը հավատաց, քանի վայրկյան յետքը ինքը կարող է վերստին ծնանել։ Հավատ մեկը եթե ունենա, կարող է փրկված չլինի, որ եթե հավատ կա պետք է փրկված լինի։ Բայց ազոխոսք մեզ հավատում ենք, որ հագարակը սովորեցնում է։ Ինչու որովհետև այստեղ դրամապանական հաջորդականություն կա վերստին ծնունդի եւ հավատքի մեջ։ Հովհաննես 3:3 ասում է, ճշմարիտ եմ ասում քեզ, Հիսուս ասեց Նիկոդեմոսի, եթե մեկը վերստին չծնվի, ազոհարկայությունը չի կարող տեսնել։ Ուրեմն ամեն բանի առաջ պետք է վերստին ծնի Քրիստոս իր շնորհով մեր հոգևոր գաբանքները մեղքի նրանք գդրի, որբեսի մենք կարողանանք նրա տեսնել ինչպես որ է եւ ընդունել նրան։ Այո, վերստին ծնունդի եւ հավատքի միջև վարյան չկա։ Այսինքն ժամանակակրական դարբերություն չկա։ Միայն դրամապանական դարբերությունը սա է, որ վերստին ծնունդ Աստված տալիս է նրա շնորհով, նրա ընդրության միջոցով, նրա արդյունավետ գանչով եւ նրանից հետքը ցանկացած հավատացյալը, որ Աստծո շնորհը ընդունեց, հավատում է, ասում է ես ուզում եմ։ Բայց մինչև դերը այդպես չանի, չի կարող մեկը Քրիստոսի դառնալ։ Հովհաննես 1:12-13 ասում է, սակայն նրանց ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Եվ մինչև ոս կանգնում են, շատերը գարտում են այս համարը եւ կանգնում են այստեղ։ Եվ հետո բաճարը ասում է, առաքյալը ինչու նրանք կարողացան ընդունել հավատքով։ Նրանք չծնվեցին արյունից, այսինքն ռասայական կամ էթնիկ ժառանգության համաձայն չէ, նրա միջոցով չէ, ոչ էլ մարմնի, այսինքն անձնական ցանկության համաձայն չէ եւ ոչ էլ մարդու կամքից, այսինքն մարդածին համագարքի համաձայն չէ, այլ ծնվեցին Աստծուց։ Եթե Աստված վերստին ծնունդ չտա, այգը չի կարող հավատալ։ Առաքյալը արդեն բացատրում է, թե ինչու վերստին ծնունդ ունեցան, ինչու հավատացին։ Մարդու կամքի համաձայն չէ, մարմնի համաձայն չէ, արյունից չէ, ապա Աստծուց է։ Վերստին ծնունդը նախորդում է հավատքին։ Ժամանակակրական բաց չկա, ապա բարձրապես տրամաբանական այդ հասկացողություն, այդ կապը կա վերստին ծնունդի եւ հավատքի միջև։ Հովհաննես 10:26-ում Հիսուս ասեց, բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք հավատում։ Ինչու չեք հավատում։ Որովհետև ոչխարներից չեք։ Սա չի նշանակում, որ Հիսուս չի տոնում նրանց, որ հավատան, որ 25 համարում ասում է, ցեզ ասացի ու չեք հավատում։ Այն գործերը, որ իմ հոր անունով կատարում եմ, դրանք իմ մասին են վկայում։ Արդեն դուք տեսաք, հրաշքներս տեսաք, խոսքերս տեսաք, ամեն ինչը տեսաք, լսեցիք, չեք հավատում։ Եվ Հիսուս ասեց, դուք չեք հավատում, չեք կարող հավատալ, չեք կարող բրգության գալ, հավատքի գալ, որովհետև ոչխարներից չեք, ընտրյալներից չեք։ Սա է հերթականությունը։ Պետք է մեկը ոչխարներից լինի, որ կարողանա հավատալ։ Եվ հետո ասում է իմ ոչխարներս իմ ցայնը լսում են, եւ ես նրանց ճանաչում եմ, եւ նրանք գալիս են իմ հետևից։ Եթե ոչխար է մեկը, գալիս է Քրիստոսի հետևից։ Չի կարող ասել, ես չեմ ուզում գալ Քրիստոսի հետևից։ Այդպես բան չկա Սուրբ գրքում։ Եթե ոչխար ես, կգնաս Քրիստոսի հետևից։ Սա է։ Չի կարող դրապանել ասել, որ հա, բայց կարող է որ այսօր չեմ փապակում Քրիստոսի հետևից գնալ։ Մենք ժամանակավոր այդ, ասենք, թույլություններում մասին չենք խոսում, իբր հավատացյալ, որ նույնիսկ հավատացյալներն կարող են որոշ ադեններ այդ թույլություններու մեջ ընկնել, ասելով, որ ես այսօր գարձես թե այդպես ասում են, որ ուզում եմ մեղքի մեջ լինել։ Չէ, մենք խոսում ենք այն որոշումը, որ մեկը կամ Քրիստոսինն է, կամ Քրիստոսինը չէ։ Որ ճշմարիտ հավատացյալն ալ իր ադենները ունի։ Եվ ինքը անդրադառնում է, որ Աստծո օգին նրա մեջ ապրում, անդրադառնում է մեղքի մեջ, այ պետք է խոստովանի։
Նրանք, որ ընտրյալներից են, կարողանում են հավատալ։ Նրանք, որ ընտրյալներից չեն, մեղքի մեջ մնում են, եւ Աստված իր սուրբ կամքի համաձայն այդպես ընտրած է եղել։ Մեր գործը ավետարանելն է։ Ինչպես Արթուր եղբայրս ասեց, այս վերջին քանի օրերու այդ ծառայությամբ ներգրավված էին շատերը մեր եկեղեցից։ Մեր գործը ավետարանելն է։ Մեր գործը զանազանելը չէ, թե ով է ընտրյալ կամ ոչ։ Մեր գործը ավետարանելն է, Աստված մեզանից սա կբանջի։ Դու ավետարանեցիր հավատարիմ կյանքով, ոչ թե միայն խոսքով, հավատարիմ կյանքով եւ հավատարիմ խոսքով։ Մենք իբր օրինակ, իբր սուբկրային պատկերազարդում տեսնում ենք Գործք Առաքելոց 13-ի մեջ, թե ինչպես Աստծո անվերաբար ընտրությունը հանգեցնում է հավատքի։ Առաքյալը Բողոս եւ նրա ընկերագիծը Բարնաբաս 46 համարում 13-46 Գործք Առաքելոցի համարձակորեն ասում էին նախ ցես պետք է Աստծո խոսքը խոսվեր, բայց քանի որ դուք այն մերժում եք ու ցես արժանի չեք համարում ավետարանական կյանքի, մենք գնում ենք էտանոստերը, ինչու հրյաները մերժեցին։ Նրանք նախանցով լծված էին, ասում է 45-րդ համարը, եւ նրանք հագաճարում էին եւ հայոյում էին։ Եվ առաքյալները ասում են, շատ լավ, մենք էտանոստերին գնում ենք։ Որովհետև այսպես է մեզ պատվիրել Տերը, քեզ դրեցի որպես լույս հեթանոսների, որպեսզի դու փրկություն բերես մինչև երկրի ծայրերը։ Հեթանոսները այս լսելով, իհարկե, ոչ թե ամեն մի հեթանոս անխտրապար, հապա նրանք, որ մտիկ անում էին եւ ասում են, նայեցեք, այս լսելով ուրախանում էին եւ Տիրոջ խոսքը փառապանում։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտյան կյանքի համար։ Տեսնում եք, Աստուծո սահմանումը հավիտյան կյանքի համար իր ընտրության միջոցով մի խոսքով առաջացրեց հավատք։ Նրա համար է, որ ասում ենք ընտրությունը հանգեցնում է հավատքի, դանում է թեպի հավատք, եւ Տիրոջ խոսքը տարածվում էր ամբողջ գավառով։ Հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտյան կյանքի համար, չի ասում, որ որովհետև հավատացին, նրա համար Աստված իրենց սահմանեց, որ հավիտյան կյանքի ժառանգորդներ լինեն։ Այդպես չէ։ Սա ավետարանն է, շնորհքի ավետարանն է։ Ընտրությունը հանգեցնում է հավատքի, քանի որ Աստված է, որ ինք թե որոշումը առնում է, եւ թե նպատակով անում ասա, եւ նպատակը ինչ է, որ ինք արդյունավետորեն մեզ փրկություն տա, եւ միջոցը մեր փրկության իհարկե հավատքն է։ Մեր հավատքն է Աստծո շնորհով։ Մի խոսքով գարանք ասել այսպես ալ, ընտրությունը արմատն է, իսկ հավատքը բտուղն է, հետևանքն է։ Նմանապես կարդում ենք Հռոմայացիներ 8:30-ում, եւ որոնց նախասահմանեց, հիմա այո, դարբերություն կա Աստծո նախասահմանության եւ ընտրության միջև, բայց հիմա բարձրապես իպրոմանիշներ նկատելով եւ սխալ չէ այդպեսի նկատի ունենալը մեր համատեքստի համաձայն, ասում է առաքյալը, եւ որոնց նախասահմանեց, նաեւ նրանց կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաեւ արդարացրեց։ Այսինքն մի խոսքով ընտրածը փրկեց, ճանաչեցը ուրիշ անգամ։ Նրա վրա չանդրադարձանք 29-ից։ 2 Տիմոթեոս 1-ում ասում է, որ փրկեց մեզ եւ սուրբ գոչումով կանչեց ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով երբ դրվեց մեզ հավատալուց յետքը, մեզ դրվեց հավիտենական ժամանակներից առաջ, այսինքն հավիտենականությունից։ Այդ շնորհը մեզ տրված է հավիտենականությունից։ Ումի դրված է, չգիտենք։ Դու ուզում ես այդ շնորհի ժառանգագից լինել, հավատա Տեր Քրիստոսի եւ կփրկվես։ Սա է քո պարտականությունը, որ պետք է անես։ Ուրեմն սկիզբը այդ շնորհը տալն է ընտրության միջոցով, հավիտենականությունից, որով ինչպես գիտենք եւ ելի կտեսնենք, որ այդ ընտրության, անվերաբար ընտրության շնորհը հավիտենականության մեջ տրվել է մեզ։ Բայց ժամանակի ընթացքում է, որ մենք ընդունում ենք Քրիստոսի նրա շնորհիվ եւ հավատում ենք։ Ուրիշ օրինակ մի եւս Գործք Առաքելոց 16-ից, ուրեմն 13 համարից շաբաթ օրը քաղաքից դուրս դեպի Գետապ գնացինք,
որտեղ սովոր էին աղոթք անելու, նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։ Հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից, Քրիստոսի խոսքից, Հռոմեացիների 10:17։ Խոսում էինք, պետք է լսեմ եկա Աստծո խոսքը, որ հավատա, չէ։ Գիներու հետ, ասպարական կանանց հետ հավաքված էինք, Լիդիա անունով աստվածավախ մի գին, այսինքն մեկը, որ հրյա Աստծուն հավատում էր ըստ հին ուխտի, ոչ թե մի գին, որ Թիվադիրի քաղաքից էր եւ Ձիրանի իսկեսներ վաճառող լսում էր։ Պետք է լսես Աստծո խոսքը։ Պետք է լսես Աստծո խոսքը։ Մեկը օդից չի բրգվում։ Մեր հավատքը բովանդակություն ունի։ Քրիստոսի ավետարանն է։ Լսում էր եւ նայեցեք, նրա սիրտը դերն էր բացել։ Ինչու, հետևանքը, որբեսի անսար Բողոսի խոսքերին։ Եթե դերը սիրտը չբացեր, ինք չէր կարողանում, որ Բողոսի խոսքերին անսար։ Չի ասում, որ ինք անսած ասելով Բողոսի խոսքերին, նրա համար դերը սիրտը բացեց։ Չէ, հակառակը, մի խոսքով չեն կարող, այսինքն գարկը ծիուց առաջ դեղատրել։ Այդպես չի լինում։ Եվ Փիլիպպեցիների 1:29-ն ասում է, «Ձեզ Աստծուց դա շնորհ դրվեց, ոչ միայն Քրիստոսի հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար»։ Այսինքն մի խոսքով այն հավատը, որ ունենք, սա նաև շնորհ է, դրված է Աստծուց, արժեքավորենք սա, շնորհակալ լինենք Աստծո սրա համար եւ նրա միշտ փառք տանք։ Ուրեմն ընտրությունը հանգեցնում է արդյունավետ հավատքի։ Եվ վերջապես եւ ագիրջ կերպով, որովհետեւ հաջորդ մասը մի քանի համարներ ունենք, ընտրությունը սրբության համար է։ Սա կորզնական առնչություն է, չէ՞։ Անվերաբար ընտրության վարդապետական եւ կորզնական մի առնչությունը սա է։ Ընտրությունը սրբության համար է։ Եփեսացիների 1:3-4 Օրնյալ է ասված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում, ամեն հոգևոր օրհնությամբ, ինչպես որ մեզ նրա միջոցով երբ ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ։ Ուրեմն դեռ մենք չկայինք, ոչ մի բան արած չէինք, եկեղեցի չէինք եղած, սուրբքի կարծած չէինք, ավետարան լսած չէինք։ Ընտրեց մեզ աշխարհի ստեղծումից առաջ ինչու։ Աստեղ ինչուներից մեկը կա, որբեսի մենք եթե այդպեսի վարդապետություն ավադաս, ուրեմն սատանայի պես ապրում ես։ Եթե մեկը ավադա, որ փրկությունը չի կարող գործունեալ, եթե մեկը ավադա, որ ինքը ընտրյալներից է, ինքը ուրեմն սատանայի պես կարող ապրել։ Այդպեսի լսած եք մեր եկեղեցիների մեջ, ոչ այս եկեղեցու մեջ, բայց ավետարանական գոչված եկեղեցիների մեջ, ես ավետարանական ամբողջ, այսինքն ավետարանական եկեղեցու մասին խոսում եմ, ոչ թե միայն ավետարանական համայնքի այդ առումով, այդպեսի մարդիկ կան, որ այդպես ասում են։ Բայց Բողոս Արաքյալ հերքում է այդպիսի հասկացողությունը, ասում է, որ ինք ընտրեց մեզ, որպեսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով կամ սիրո մեջ։ Տեսնում եք, այս ճշմարտությունը շատ կարևոր է մեր հասկացողության համար։ Բաժարը, որ մենք կարող ենք սուրբ լինել, որ ինք մեզ փրկության համար ընտրել է։ Էլի ասենք Բարս պրակտիկական, գործնական ճշմարտություն է։ Բաճարը, որ ես ու դու կարողանում ենք մաքուր կյանք ապրել Աստծո շնորհով, ըստ Աստծո խոսքի, սուրբ լինելու այդ ցանկությունը ունենանք, որ ինք այդ ցանկությունը իմ եւ քո մեջ դեղատրած է նրա անվերաբար ընտրության համաձայն։ Սա հոյագապ նվերը, գեղեցիկ նվերը։ Նմանապես Դիդոս 1-ում առաջին համարից ասում է Բողոս Աստծո ծառա եւ Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո ընտրյալներին աստվածաբաշխության բերելու հավատի եւ ճշմարտության գիտությանը։ Տեսնում եք, ինչու համար ընտրությունը կա, որովհետեւ աստվածաբաշխության բերի, հավատի եւ ճշմարտության գիտությանը բերի։ Ոչ թե սատանայի պես ապրելու համար բերի ընտրությունը, ապա աստվածաբաշխության բերի, հավատի բերի։ Հավիտյան կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված։ Սա երրորդության հետ կապ ունի, որ մենք չկային տակավին, հրեշտակները չկային տակավին։ Աստված ումի խոստացավ։ Հայր ումի խոստացավ, որդուն խոստացավ, կարաս Սուրբ Օգունա խոստացավ։ Սուրբ երրորդության մեջ այդ խոստումը, բայց իր ժամանակին իր խոսքը հայտնեց քարոզությամբ այսօր մեր ատեն։
Ուրեմն տեսնում ենք ինչպես այս համարն ալ, մանավանդ առաջին համարը հաստատում է, որ անվերաբար ընտրությունը սրբության համար է։ Ուրեմն, որովհետև անվերաբար ընտրությունը սրբության համար է, այս վարդապետությունը մեզ տանում է աստվածավայել եւ պետք է տանի աստվածավայել վարկագծի։ Ինչու որովհետև Կողոսացիների 3:12-13 ասում է, ուրեմն ինչպես Աստծո ընտրյալներ, սրբեր ու սիրելիներ, ինչ պետք է անենք, ինչպես պետք է ապրենք։ Կորզական առողջություն, իբր գիրառում, ո՞նց պետք է անենք։ Այս բոլոր քարոզը լսեցինք, սրա նման քարոզներ լսում ենք։ Ինչ պետք է անենք։ Մեզանից ինչ պահանջվում է իբր ավադացիան։ Ասում է, հակեք գուտ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերադարություն, միմիայն ցանտուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ դրդուճ ունենա, ինչպես դերը ցեզ ներեց, այնպես էլ դու։ Եթե դու չես ներում ուրիշին, եւ այդպես շարունակում ես, ըսել են դրանների չես կարողա։ Ես չգիտեմ, դու չգիտես, ես իմ սիրտս կնեմ, դու սիրտդ կնիր։ Միայն ավադացիաները կարող են անել այսպես։ Այսինքն, միայն ընտրյալները կարող են գադարել այս բոլոր բաները։ Ինչու՞։ Ինչու՞։ Քանի որ ընտրությունը քրիստոնյայի զորություն է տալիս, որ նրանք սուրբ կյանքով ապրեն։ Եթե Աստված մեզ ընտրած չի լիներ փրկության համար, մենք մի չկարողանայինք ապրել սուրբ կյանքով։ Եվ ամբողջացնելով վերջին հատվածը 2 Պետրոսի 1-ից 3 համարից ասում է, նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին եւ աստվածաբաշխությանը վերաբերող ամեն ինչ։ Ինչու համար, որովհետև Աստված մեզ սրբության համար ընտրած է։ Աստված մեզ սրբության համար ընտրած է։ Եվ մենք պետք է նրա համաձայն ապրենք։ Եվ ասում է հետո 4-րդ համարից, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ դրված, որովհետեւ դրանցով աստվածային բնությանը հաղորդագից լինենք, աշխարհիկ ցանկության աբագանությունից խուսափելով։ Եվ այս բանի համար ամեն չանք թափելով, ձեր ավադը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժգալությամբ, ժուժգալությունը ամպերությամբ եւ այլն 8-րդ համարը դա ասում է, որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու արադացնելով դադար ու անբդուղ չեք լինի մեր Քրիստոսի մասին գիտության մեջ։ Բայց նա, ով այս բաներին իր մեջ չունի, կույր եւ գամ կարճադես մոռացել է, որ իր նախկին մեղքերից մաքրված է ինքը։ Դրա համար եղբայրներ չանացեք, որ ձեր գոչումը եւ ընտրությունը հաստատանեք, ինչու՞, որովհետեւ եթե փրկության վստահության դժվարություն ունես, եթե մեղք կա, այո, փրկության վստահությունը կարա նվազել։ Եվ ձեր ընտրությունը եւ գոչումը կարա հաստատուն չմնա։ Պետք է որ այս առաքինությունները մենք որքան որ կարելի է մշակենք մեր կյանքերում եւ ունենանք, որովհետեւ երբեք չկասկածենք մեր փրկության վրայով։ Փրկության վստահության վրա գասկած ունենալը սուբկրային չէ։ Աստված չի գամենում, այսինքն, որ մենք այդպիսի տեղում լինենք, այդպիսի իրավիճակում լինենք, որովհետև ասում է, որբեսի ձեր գոչում եւ ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով երբեք դուք չեք ընկնում, չեք սայթակվում։ Ընտրությունը սրբության համար է։ Ուրեմն սա բարձ կիրառում լինելով մի հատ մտոր է։ Ինչու համար Աստված քեզ բրգած է։ Ինչու համար Աստված քեզ ընտրած է։ Եթե Աստված քեզ եւ ինձ ընտրած է, որովհետեւ մենք նրա առջև սուրբ լինենք սիրո մեջ, ներողամտությամբ, կրթությամբ, ժուժկալությամբ, հավատարմությամբ, համբերությամբ այս բոլոր քրիստոնյա վայել հատկանիշները մեր կյանքերով բացահայտենք Տիրոջ բարքի համար։ Նկատի ունենալով, որ Աստված ինք, եթե մեզ ընտրած է, մեզ տվել է նրա որդուն իբր սիրո նվեր։ Սա մեծ խորհուրդ է, բայց այնպիսի խորհուրդ չէ, որ մենք չենք հասկանում, որ Սուրբ Գիրքը արդեն բացատրած է մեզ, ինչ ասել է, որ մենք սիրո նվերն ենք հորից տրված որդուն։ Եվ իհարկե Աստծո անվերաբար ընտրությունը մեզ էֆեկտիվորեն, արդյունավետորեն, եթե ընտրված ենք դանում է հավատքի, եւ սա էլ քաղցր թեմա է, կարևոր թեմա է, եթե մեկը կարողանում է հավատալ, որովհետեւ Աստված ինք ընտրել է նրան, որ ինք կարողանա հավատալ, որովհետեւ ինք սահմանված է հավատքի։ Բայց էլի ասելով եղբայրը քույրը ջան, եթե մենք
Քրիստոսին ենք մեր բարդականությունը ինչ է, որ այսպիսի առաքինությունները քրիստոնեական սրբությունից սկսյալ մեր կյանքերով ապրենք, ցուցաբերենք Տիրոջ բարքի համար եւ մեր ավետարանությունը իհարկե չվնասվի, եթե իմ մեջը վարկագծումս մի բան գա, որ խոչընդոտ լինի իմ ավետարանչական սենչանկերի մեջ։ Ըլլա խոսքով, ըլլա իմ բնութագրով։ Եվ միևնույն նկատի ունենանք սիրելիներ ջան, որ եթե մեր մեջ կան որևէ մեկ ցանկացած մարդիկ, որ դակավին չեն ապաշխարած, ապաշխարությունը ինչ է։ Ասել Տեր Հիսուսի, ես մեղավոր եմ, ուզում եմ ունենալ Հիսուսը իբր իմ գենաց հացը։ Մենք ամեն օր գնում ենք շուգա, որ թարմ հաց վերցնենք, ով չի սիրում թարմ հաց։ Քրիստոս մի անգամ նրա վերցնում ես իբր գենաց հացը եւ նրա ունես հավիտենականության համար։ Ամեն օր պետք չունես նրա վերցնել քո կյանքում այդ արումով, այդ հասկացությունով, որ ամեն օր պետք է ապաշխարես նորից։ Չէ, իբր ավադացիալ հասկանում ենք, ամեն օր մենք մեր մեղքերը խոստովանում ենք, ոչ փրկության համար։ Մի անգամ ապաշխարում ենք, մի անգամ փրկվում ենք, բայց եթե դու հոս ես եւ դակավին մեղքերը չես խոստովանած Քրիստոսի, Ազոխոսքը ասում է 2 Կորինթացիում այսօր է օրը։ Խոստովանե մեղքերդ եւ պիտի փրկվես, աղոթենք։ Սիրելի արշնորհակալ ենք անգամ միևս շնորհած պարտաբերությունների համար։ Շնորհակալ ենք, որ դու մեր Աստվածն ես, մեր Հայրն ես, մեզ փրկած ես եւ այս ծրագիրը քոննա, քո սուրբ կամքի համաձայն է, քո շնորհքի համաձայն է հավիտենականությունից։ Եվ ով դեր օգնիր, որ արժեքավորենք այս ճշմարտությունները եւ ապրենք նրանց համաձայն։ Ով դեր շնորհակալ ենք, որ մուտյանդ համար եւ խնդրում ենք, ցանկանում ենք, որ մեր հարազատներին, ընկերներին, բարեկամներին, սիրելիներին, բոլորը դեր որոնց մենք ավետարանը տալիս ենք, նրանց մեջ աշխատես եւ նրանցից դեր շատերի սրտերը բացես։ Այո, դեր մենք ցանկանում ենք, որ բոլորի սրտերը բացես։ Մենք բայց դեր խոնարհվում ենք քո կամքի առջև եւ գիտենք, որ քո կամքը սուրբ է, բարի է, արդար է, հավատարիմ է։ Եվ դեր խնդրում ենք, որ դու արա ինչ որ քեզ բարավոր է, որպես դու բարավորվես Հայր Որդի եւ Սուրբ Հոգի ավետարանից։ Ամեն։